Ողջույն մեր սիրելի հեռուստադիտողներ, դուք միացել եք «Տուն տեղ» հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի 4-րդ թողարկմանը։ Յուրաքանչյուր մեր եթերում մենք շրջում ենք մեր գործընկերների խանութ սրահներում եւ ծանոթացնում նրանց ապրանքներին եւ ծառայություններին։ Ինչպես նաեւ այցելում ենք շինհրապարակ, որտեղ էլ ծանոթանում ենք աշխատանքների փուլային ընթացքին։ Դե ինչ, բարի եթեր մեզ։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, մենք տեղափոխվում ենք «Տուն տեղ» հեռուստանախագծի տաղավար, որտեղ էլ զրույցը շարունակելու ենք դիզայներներ Նիկա Միկայի հետ։ Իսկ զրույցը լինելու է մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service-ի մասնագիտացված կենտրոնի ապրանքների եւ ծառայությունների մասին։ Ողջույն աղջիկներ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շնորհակալություն, որ հյուրընկալում ենք ձեզ այսօր մեր «Տուն տեղ» հեռուստանախագծում։ Մենք միշտ բաց ենք լավ դիզայներների հետ զրույցի համար եւ այսօր առաջարկում եմ զրուցել մեր շատ լավ գործընկերոջ մասին։ Նիկա Միկա, իմ առաջի հարցը ձեզ հետեւյալն է. United Technical Service-ի հետ համագործակցության ընթացքում ինչ եզակի մոտեցումներ եք նկատել, որոնք տարբերվում են, հա, այլ ընկերությունների այս ոլորտի մոտեցումներից։ Հա, կուզենայի նշել UTS-ի յուրահատուկ սպասարկումը։ Միշտ ունենք մասնագետներ, որոնց խորհրդատվությունը մեզ միշտ հասանելի է, մենք թե գրելով, թե հեռախոսազանգերով կարողանում ենք իրենց հետ կապ հաստատել եւ տալ մեզ ուզող հարցերը։ Կարծում եմ դա տարբերակող հատկանիշներից մեկն է։ Վերջերս այցելեցիք Atlas Concorde-ի գործարան եւ սրահներ, հա։ Ինչպես է ազդել այս այցը ձեր պրոֆեսիոնալ զարգացման եւ մտածելակերպի վրա։ Կիսվեք Ընտրեմ կարևոր այդ փորձառության մասին մեզ հետ։ Այո, վերջերս գնացինք Իտալիա, այցելեցինք Atlas Concorde գործարանը, որը իրոք շատ տպավորիչ էր մեզ համար։ Մենք մասնակցեցինք սալիկների արտադրությանը, դա ամենամեծ գործարաններից մեկն է Իտալիայում, եւ տեսանք, թե հումքից մինչեւ պատրաստի ապրանք գործընթացը մանրամասն եւ գում ենք մեզ մասնակից այդ սալիկների ստեղծման։ Նիկա, կխնդրեմ պատասխանել այս հարցին, ձեր աշխատանքներում ինչպես է կիրառում United Technical Service-ի առաջարկած արտադրանքները եւ ինչպես է ընկերությունը օգնում ձեզ ընտրության եւ տեղադրման հարցերում։ Անպայման լավ հարցեր շատ։ Ուրեմն ունեցել ենք այսպիսի փորձ, մեզ լողավազանի համար հատուկ սալիկներ էին հարկավոր եւ ընկերությունը կարողացավ կապ հաստատել Իտալիայի մասնագետների հետ եւ միասին կարողացան գտնենք հստակ լուծումներ, ոնց որ հատուկ մեր տակ արտադրվեց կոնկրետ սալիկ եւ կարողացանք այդ սալիկի միջոցով ստանալ մեր նախագծված արդյունքը, որը շատ հետաքրքիր փորձ էր, որովհետեւ մենք դարձանք գործարանի ինչ-որ գործընկերներից մեկը, որը իրանց հետ միասին յուրահատուկ արտադրանք ստացավ։ Հաջորդ հարցս հետևյալն է. United Technical Service-ի մասնագիտական խորհրդատվությունը եւ երաշխիքային սպասարկումը ինչպես է ազդում ձեր նախագծերի վստահության եւ որակի վրա։ UTS-ը այն կազմակերպություններից է, որը կիսում է մեզ հետ պատասխանատվությունը պատվիրատուների դիմաց եւ մենք կարող ենք շատ հանգիստ լինել այն ցանկացած առաջացած հարցի դեպքում կամ լինի դա թե արտադրանքի դեֆեկտ, թե դա լինի սպասարկման որևէ խնդիր։ Այո, ընկերությունը միշտ մեր կողքին է եւ մեծ սիրով կլուծի ցանկացած հարցերը եւ մենք կխուսափենք խնդիրներից։ Դուք որպես դիզայներներ, ինչպես կներկայացնեիք United Technical Service-ի դերը արտադրողների եւ դիզայներների միջև կապի ապահովման գործում եւ ինչու է դա այդքան կարեւոր ձեր մասնագիտական գործունեության համար։ Շատ հետաքրքիր մոտեցում ունի UTS-ը այս հարցում, որովհետեւ շատ ընկերություններ հաճախ ապրանքի ընտրությունը եւ այն թե ինչ են ներկրելու համաձայն տրենդերի, շուկայի եւ այլն վստահում են sales մենեջերներին, մարքեթինգ մենեջերներին
բայց UTS-ի պարագայում մեզ շատ հաճախ հարցերով դիմում են եւ ասում են ինչպես է կարծում օրինակ այս ապրանքը հարմար է մեր շուկային կլինի ձեր կողմից այո նպատակահարմար դուք կցանկանաք նրան օգտագործել հետագայում եւ այլն այս մոտեցումը երբ որ քեզ թույլ են տալիս նաև ընտրել եւ բերել արկա տեսականի քո ըստ ցանկության դա շատ կարեւոր մոտեցում է կարծում եմ UTS-ը ցանկացած հարցի դեպքում մեր կողքին է մենք չունենք որևէ խնդիր որը անլուծելի է դառնում նրանց հետ նրանք միշտ պատրաստ են մեզ աջակցել եւ վերջում ստանալ այն արդյունքը որը բոլորը ակնկալում են Այո, ես ուզում եմ ավելացնեմ, որ իսկապես ձեր այն պատասխանատվությունը հաճախորդի մոտ, որ ունեք, որովհետև դուք եք խորհուրդ տվել հաճախորդին, հա, ընտրել այս կամ այն ապրանքը, UTS-ը կարելի է ասել ամբողջապես իր վրա է վերցնում, կիսելով ձեզ հետ այդ դժվար, հա, խնդիրը։ UTS-ը ներկրում է շատ բարձրորակ ապրանք, դրա համար Պես որ խնդիրներ չեն կարող ունենալ առհասարակ որովհետև համաշխարհային շուկայի մասշտաբներով մենք ունենք շատ բարձրորակ արտադրանք։ UTS-ի հետ մենք կարողանում ենք ի սկզբանե պլանավորել այն ինչ ուզում ենք եւ ստանալ այն արդյունքը, որը ակնկալում ենք եւ մենք եւ պատվիրատուն եւ լինել շատ հանգիստ մեր գործի համար։ Դե ինչ, շնորհակալ եմ Միքայելա եւ Նիկայել Բակյաններ, շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցիք տուն-տեղ հեռուստանախագծի տաղավար, հուսամ մեր առաջիկա թողարկումներում կհանդիպենք եւ կխոսենք ձեր նոր նախագծերից եւ նոր համագործակցություններից United Technical Service մասնագիտացված կենտրոնի հետ։ Կհանդիպենք։ Բարձր տրամադրությամբ մենք շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը եւ տեղափոխվում մեր այս եթերաշրջանի գլխավոր գործընկեր Capital Interiors ընկերության ցուցասրահ, որը գտնվում է Կևյան 12 հասցեում։ Իսկ զրույցը շարունակելու եմ կամ սկսելու եմ։ Պրոյեկտ մենեջեր Լուսինե Գրիգորյանի հետ ողջույն։ Ողջույն Կարեն։ Լավ եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Լուսինե, միշտ ձեր սրահում գտնվելուց ես ինձ բավականին լավ եմ զգում, որովհետև առիթ ունեմ շփվելու ոչ միայն գեղեցիկ, այլև որակյալ ապրանքների հետ։ Լուսինե, այսօր առաջարկում եմ խոսենք լուսավորությունից, բազմաթիվ լուսավորության պարագաներ են առկա խանութ-սրահում եւ տեսնում ենք նաեւ հետաքրքիր լուծումներ լապտերների տեսքով, պատերի համար նախատեսված, ակցենտային լուսավորություն եւ այլն։ Առհասարակ կարծում եմ մեր ինտերիերներում շատ տարածված է միայն մեծ ջահերի օգտագործումը, որը կարծում եմ փոփոխվող տենդենց է, քանի որ ավելի հարմարավետ են եւ ավելի հետաքրքիր միջավայր են ստեղծում ալտերնատիվ կամ հավելյալ լուսավորությունները, որոնցից շատ ունենք ներկայացված խանութ-սրահում։ Մենք մեր հաճախորդներին միշտ խորհուրդ ենք տալիս օգտագործել եւ հատակի լամպեր, եւ սեղանային կողմային լամպեր, այո, տարբեր լուծումներ, որոնք ավելի հարստացում են եւ նաեւ հատուկ մթնոլորտ են ստեղծում։ Ունեք ննջասենյակում հնարավոր է ավելի կողտրիկ եւ ավելի հանգստացնող մթնոլորտ ստեղծել մի քանի սեղանի լուսավորությամբ, ինչու ոչ ավելի վառ լուսավորություն ստեղծել հարդարասեղանների կամ լոգասենյակներում։ Որտեղ անհրաժեշտություն լուսավորության կա։ Իհարկե դիզայներական առումով լուսավորությունը կարող է լավ ակցենտ լինել ինտերիերում, բավականին հետաքրքիր լուծում առաջարկել, դա կլինեն քրիստալային բյուրեղապակյա նուրբ մոդելներ, թե ավելի մետաղային եւ ավելի բրուտալ, այսպես ասած, մոդեռնիստական մոդելներ, կարելի է ընտրել, ձեռք բերել եւ արդեն համադրել ինտերիերի հետ։ Շատ լավ, Լուսինե, ես ուզում եմ խոսել այն մասին, որ սկզբում նշեցիք, հայկական ինտերիերներում շատ հաճախ հենց ջահը ընկալվում է որպես հիմնական լուսավորության աղբյուր, ինչը բնականաբար ճիշտ չէ, ես կասեի նույնիսկ ոչ գրագետ։ Առաջարկում եմ խոսել նաև լապտերներից սեղանի, հա, անգլերենում table lamps։ Այո, տարբերակի մասին, որը հայկական ինտերիերում չգիտես ինչու չդարձավ պոպուլար։ Չսիրվեց, բայց ամբողջ աշխարհում շատ տարածված է եւ կարծում եմ այն ինտերիերները, որտեղ առկա են նմանատիպ լապտերներ, լամպեր, հա, իսկապես դարձնում են ավելի այսպես
ճիշտ, գրագետ եւ շատ հարմարավետ, որովհետեւ երեկոյան ժամերին, երբ լուսավորության աղբյուրը չի երևում, բայց սենյակը բավականաչափ լուսավորված է, շատ հաճելի է գտնվել այդ վայրում։ Իհարկե։ Եվ նաև ուզում եի նշել, որ շատ դեպքերում հիմա արդեն մեծ ջահերը այդքան էլ լուսատու չեն հանդիսանում իրենցով, ավելի շատ դիզայնի հարց են, դիզայնի տեսանկյունից են նայվում։ Դրա համար մենք անպայման խորհուրդ կտանք ձեռք բերել սեղանի լուսատուներ։ Քանի որ հենց դուք եք նշում, երեկոյան երբ որ տուն ես գալիս ու ուզում ես հանգստանալ այդ վառ լույսերից, աղմուկից, տեսողական եւ լուսողական աղմուկից, ուղղակի սեղանի լամպը կարող է շատ նուրբ լուսավորություն ապահովել, բավական դրա համար, որ անցկացնեք ձեր ժամանակը։ Սրահում ունենք ներկայացված ոչ միայն լավ լուսավորող տարբերակներ, այլև դիզայներական լուծումներով տարբերակներ, քանի որ սեղանի լամպը նույնպես կարող է հետաքրքիր ակցենտ լինել։ Բնականաբար դեկոր ծառայել ինտերիերում նաև շերամավորթի գործվածքով սեղանի լամպերը, որոնք իրենց գործվածքի եւ փափկության հաշվին ինչ որ հետաքրքիր շողացնում են լույսը, լուսնի էֆեկտ է ստանում։ Իհարկե մետաղական եւ մարմարի համադրությամբ լուսային լուսատուներ, վերջերս բավականին թրենդային են վառ գունային լուծումները ապակյա լուսատուների մեջ եւ իհարկե միշտ կլասիկ մնացող, այսպես ասած, աբաժուրային լուսավորություն։ Համաձայն եմ ձեզ հետ, նաև ուզում եմ ավելացնել, որ դուք ունեք գրեթե բոլոր ոճերի համանախատեսված լուսային պարագաներ, քանի որ շատ ժամանակակից են, կարող են դառնալ նաև հետաքրքիր տարբերակ ինչ որ դասական, հա, այսպես նույնիսկ ծանր դասական ինտերիերները, որտեղ ունեք աշխարհահռչակ Schönbeck Swarovski ընկերությունը, որը ի դեպ վերջերս նորացրել է իր տեսականի եւ առաջարկում է ավելի մոդեռն եւ նեոդասական մեծ ընտրանի։ Իհարկե գույների, բյուրեղապակիների եւ բյուրեղյա հենց կրիստալների մեծ տեսականի եւս ունեն, բացի Schönbeck-ից նաեւ կարող ենք առաջարկել ավելի, այսպես ասած, պատմական ընկերություններ, ինչպիսին են Bravier Tosson, ինչպիսին Patricia Volpato, Patricia Gargantin, Floss դիզայներական ընկերությունը, որը աշխարհահռչակ անուններ, որոնք ծանոթ են գրեթե բոլորին եւ արդեն որակի եւ յուրօրինակության հոմանիշ են դարձել մեր Aurora-ում եւ իհարկե մոդեռն լուսավորություն, որը ավելի պահանջված է այս բանը։ Եվ ինչպես ես եմ միշտ բոլոր հաղորդներում նշել եւ նշելու եմ, եթե չկա որևիցե պարագա լուսատու կամ կահույքի մոդել, որ արկա չէ խանութ սրահում, ցուցասրահում կարող եք պատվիրել, որովհետեւ դուք համագործակցում եք աշխարհահռչակ այս բոլոր ապրանքանիշերի հետ եւ կարող եք շատ կարճ ժամկետում հաճախորդին հասնել հաճախորդին եւ իհարկե կարող ենք օրինակ մեծ հյուրանոցների համար կարող ենք հետաքրքիր կոմպոզիցիոն լուծումներ տալ, կարող ենք հետաքրքիր վիզուալ էֆեկտ հաղորդել հենց լուսավորությունը օգտագործելով։ Դե ոչ միայն լուսատուներով, այլ նաև դեկորներով, հայլիներով, բազմաթիվ այլ պարագաներով, որ առկա են ձեր ցուցասրահում, որոնց մասին դեռևս խոսելու ենք մեր առաջիկա թողարկումներում։ Լուսին առաջարկում եմ, որպեսզի մեր հեռուստադիտողները ծանոթանան տեսանյութի տարբերակով այս լուսատուներին, վայելեն այս գեղեցիկ լուսատուները, իսկ եթե կարծում եմ, եթե այստեղ ավելորդեր ցանկություն կա ձեռք բերել, ապա շատ արագ ամենան Կևյան 12 հասցեում տեղակայված էր ցուցասրահ, որտեղ կարելի է ձեռք բերել, խորհրդակցել, ընկերանալ եւ կարծում եմ ոչ միայն մեկ նախագծի շրջանակում, այլ բազմաթիվ նախագծերի շրջանակում համագործակցել ձեզ հետ։ Մեծ սիրո։ Կհանդիպենք։ Կհանդիպենք։ Դուք շարունակում եք դիտել Տունտեղ հեռուստանախագիծ, իսկ մենք մեծ ողջավորությամբ տեղափոխվում ենք այս եթերաշրջանի գործընկեր Total ընկերության H միասնում գտնվող ցուցասրահ, որտեղ զրույցը շարունակելու եմ Total Group ընկերության փոխտնօրեն Ռուբեն Բալայանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն ձեզ։ Ռուբեն, բավականին գեղեցիկ ընդարձակ սրահում են գտնվում, որքան ժամանակ է որ գործում է այս սրահը։ Սրահը գործում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ից, պաշտոնական բացումը տեղի ունեցել այդ ժամանակ, բավականին լայն եւ մեծ տեսական ենք ներկայացնում սրահում։ Անպայման ուզում եմ նշեմ, որ դուք բազմաթիվ մասնաճյուղեր ունեք Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, մեծ եւ փոքր քաղաքներում, այնպես որ սա էլ այդ ցուցակում իր ուրույն տեղ ունի։ Այո, համաձայն եմ ձեզ հետ եւ նաեւ կուզենամ նշել, որ տվյալ սրահը ստացել է միջազգային սերտիֆիկատ, որպեսզի տոտալի լավագույն կոնցեպտ համաշխարհային լավագույն կոնցեպտ։ Ռուբեն, առաջի հարցը, որ ուզում եմ այսօր քննարկենք, դա երաշխիքն է, քանի որ Total ընկերությունը հանդես է գալիս նաև երաշխիքային կենտրոնով,
Ի փոքր ներկայացնենք հերոսատեղներին ինչ է ենթադրում իրենից։ Իհարկե, բոլորս գիտենք, որ շատ կարևոր է ապրանքի երաշխիք հասկացողությունը։ Total ընկերությունը առաջադեմ լինելով իր տեխնոլոգիաներով, Total ընկերությունը ստեղծել է թվային երաշխիք գաղափարը։ Ինչով է տարբերվում այն սովորական երաշխիքներից։ Թվային երաշխիքը թույլ է տալիս միայն հեռախոսի համարով իդենտիֆիկացնել հաճախորդին եւ հավելալ ինչ որ թուղթ, Ավելորդ, այո, տաբանության հարցություն չկա։ Խուսափելով, այո, ունենալ միայն հավելված, որի մեջ տեղված են արդեն որի մեջ ինֆորմացիան։ ամբողջ ինֆորմացիան արդեն պարունակում է հավելվածում արկայի արհեստանոց բաժինը, որտեղ որ երևում է ինչ գործիք եք գնել, Նախկինում ձեռբերված բոլոր գործիքներից անկա։ Եվ նաև թույլ է տալիս տեսնել նույնիսկ երաշխիքային սպասարկման ժամանակ ինչ պայեստամասեր է փոխարինվել տվյալ գործիքի վրա, երբ է ավարտվում ժամկետը երաշխիքային, եւ նաև երևում է ամբողջ պայեստամասերի ձեռքբերելու հնարավորությունն էլ։ Հրաշալի է։ Առաջարկում եմ խոսել մյուս ծառայություններից, օրինակ գիտեմ, որ ունեք հետաքրքիր ծառայություն door to door, հա, եթե չեմ սխալվում։ Ինչ է իրենց ներկայացնում։ Կուզենամ նաև նշել, որ Total ընկերության մեծ առավելությունը պայեստամասերի մեծ տեսականի ունենալն է տեղում։ Դա թույլ է տալիս մեզ ունենալ հավելյալ ծառայություններ, որը որ Հայաստանի Հանրապետությունում մատուցում ենք միայն մենք։ Այն է, նույն ոնց նշեցիք, հա, door to door ծառայությունը թույլ է տալիս եթե ապրանքը գտնվում է երաշխիքի մեջ, խոսքը գնում է իհարկե էլեկտրական կամ բենզո ապրանքի մասին, որին որ տրվում է 1-ից 2 տարի երաշխիք, գտնվելով երաշխիքի մեջ, խափանվում է Երևան քաղաք 50 կիլոմետր շարավղով, կարող եք զանգահարել թեժ գծի հեռախոսի համարով եւ մեր մասնագետը ինքը կմոտենա, կլինի դա շինհրապարակ, դա կլինի այգի, թե դա կլինի բնակարան, վերցնելով ձեզանից խափանված գործիքը, տրամադրելով ձեզ փոխարինող տարբերակը, դա արդեն մեր հաջորդ սերվիսն է, որը որ կոչվում է non-stop, որպեսզի ձեր գործը ետ չընկնի եւ դուք կարողանաք կատարել տվյալ աշխատանքը շատ կարճ ժամանակում, խոսքը գնում է 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում, վերանորոգելով ձեր գործիքը ետ է վերադարձնում եւ փոխարինող տարբերակը նորից ետ։ Հրաշալի է։ Կարծում եմ, որ անխափան աշխատանքի համար վարպետների սա իսկապես կարող է մեծ առաջընթաց լինել, որովհետեւ ժամկետների հետ մշտապես խնդիր են ունենում եւ հավելյալ բարդություններ չի ստեղծի անխափան սարքավորումները կարելի է փոխարինել նորով, մինչև իրենց հին ապրանքը արդեն վերանորոգված կվերադառնա իրենց։ Դե ինչ շնորհակալ եմ, առաջարկում եմ, որպեսզի մյուս թողարկման ընթացքում շարունակենք խոսել Total ընկերության առավելություններից եւ նորություններից։ Իսկ այս բանը դες հրաժեշտ եմ տալիս։ Կհանդիպենք։ Շնորհակալություն, ստեսություն։ Ողջունում եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր նոր միացան մեզ։ Մենք շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը, այս պահին գտնվում ենք մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Raflor ընկերության, որը ներկայացնում է հատական ծածկույթների լայն տեսականի ցուցասրահում, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ Շահեն Ինանցի հետ։ Ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շահեն, շարունակենք մեր զրույցները, այսօր առաջարկում եմ խոսել, արդեն կարծում եմ հեռուստադիտողները հասկացան գորգածածկույթներից։ Սիրով։ Առաջի հարցը, որ ուզում եմ տալ կարծրատիպերի մասին է, հա, բազմաթիվ կարծրատիպեր կան այս հատական ծածկույթի հետ կապված, եկեք խոսենք դրանց մասին, արդյոք այդ կարծրատիպերը ակտուալ են դեռևս, թե կարող ենք համարել, որ հաղթահարել ենք։ Գորգածածկույթների հետ կապված կարծրատիպեր երևի մի հանգամանք է, որ խանգարում է հիմնականում, որ նախկինում օրինակ եղել են որոշակի անորակ տեսակներ եւ այն տեսակները, որ հիմա արդիական են ու աշխարհում արտադրվող նյութերը, ժամանակին նման որակի նյութեր ուղղակի չի եղել մեր երկրում։ Այսպես արտադրության չեն եղել։ Կամ բերվել է միայն էժան ավելի ցածր գին ունեցող կավրալիններ, որը այդ բառն է, որ իմոց արսափ է առաջացնում, որովհետեւ շատ վատ հուշեր է առաջացնում մանկության հետ կապված։ Կարող է։ Ու դրա հետևանքով որոշ մարդկանց մոտ տպավորություն է, որ ինքը նույն բանի մասին է խոսքը։ Ահա։ Բայց մենք այսօր տեսնում ենք բազմատեսակ, հա, տարբեր գույների, աշխարհի, ես չգիտեմ, տարբեր լուծումներով գորգածածկույթներ, որոնք կարելի է կիրառել ոչ միայն տան, այլ նաև հանրային վայրերում եւ
գրեթե ամենուր, հա, գրասենյակներում, նաև խոսելու ենք այսօր առավելություններից, որ մի շարք ունեն այս ծածկույթները, բայց երկրորդ հարցը ուզում եմ քննարկենք ընտրությունից, հա։ Ինչու ընտրել առհասարակ գորգածածկույթներ եւ որ տարածքի համար ինչ գորգածածկույթ է անհրաժեշտ։ Շատ լավ, գորգածածկույթները հիմա լայն տարածում ունեն գրասենյակային տարածքներում, հյուրանոցներում, այսինքն ավելի շատ հասարակական վայրերում, որովհետև այս տեսակի գորգածածկույթները ավելի երկարադիմացկուն են, ավելի մեծ շարժին են դիմանում եւ փոշու հետ կապված, փոշու կլանման, որը նաեւ այդ կարծրատիպերից մեկն է, որ ավելի շատ փոշի է կլանում, կախված իր թելերի հումքի որակից, այսինքն տեսակից, խտությունից եւ հյուսվածքներից տարբեր են ու ամեն տարածք ունի ըստ նշանակության իր համար նախատեսված գորգածածկույթը։ Շան, եթե չեմ սխալվում, գորգածածկույթները նաև լուծում են ձայնամեկուսացման հարց։ Այո։ Հիմնականում IT ոլորտի բոլոր գրասենյակներում ավելի շատ ուզում են, որ գորգածածկույթ լինի, որովհետև ձայնի կլանման բարձր հատկանիշ ունի, աղմուկ չի անում, քայլելուց կամ ընդհանրապես եւ այն տեսակները, որը ավելի քիչ փոշի ունեն, նաև փոշի են հավաքում, նաև այդ տեսակներն են ավելի շատ տարածվում։ Իսկ ալերգետիկ մարդկանց համար ունենք հատուկ գորգածածկույթներ։ Ունենք մի տեսակի, որը կոչվում է Flotex, որը գորգածածկույթ է իր կառուցվածքով, բայց իր կառուցվածքի շնորհիվ չի վերցնում ոչ փոշի, ոչ չի կլանում, այսինքն ինքը կայուն է նաև սուրճի գինի, եթե թափվի հատակին, հնարավոր է հեշտ մաքրվի ու հետքեր չթողի։ Նաև տեսնում ենք, որ շատ լայն տեսականի ունեք, հա, թե գույների, թե աշերի, ինչպես նշեցի, արդյոք հնարավոր է նաև պատվիրել, հա, եթե օրինակ չկա ինչ-որ պատկեր, հնարավոր է տպագրել։ Նախ մեր մոտ պայստային մեծ մնացորդ ունենք։ Այսքան ժամանակ շատ քիչ դեպքեր են եղել, երբ որ հաճախորդ եկել է ու չենք ունեցել տեղում։ Բայց անընդհատ պայեստը քանի փոխվում է, քան ամրագրումները շատ են, այո, նաև ունենում ենք, որ պատվերով, բայց մեր պատվերները շատ արագ են լինում, որովհետև մենք անընդհատ նույն գործարանից, օրինակ, այս որը որ ներկայացված է Betap ընկերությունը, ինքը հոլանդական կազմակերպություն է եւ այնտեղից առնվազն ամիսը մեկ անգամ մենք ունենում ենք պատվերներ հրաշալի մեծ արդեն բան խմբականակ վերելու։ Շատ լավ։ Շայն ամփոփելով մեր այս զրույցը ուզում եմ խոսել նաեւ դրսի համար, հա, outdoor գորգածածկույթներից, որոնք նույնպես ակտուալ են, նամանավանդ օրերը տաքանցել են, մարդիկ իրենց ամառանոցներում, վերանդաներում եւ այլ ինչու նաև պատշգամբներում փորձում են ստանալ, հա, այդ փոքրիկ անկյունները։ Շատ լավ, դրսի հետ կապված խոտածածկույթներն են ակտուալ ու այն տեսակը, որը հիմա մենք ներմուծում ենք, իրենք անգամ ներսի հատվածներում են, որովհետև հոտ չունեն, ու այն կարծրատիպը, որ օրինակ էլի շեշտեմ շուկայում որոշ արկա էժան եւ անորակ նյութերի համեմատական մենք ունենք շատ բարձր որակի եւ ներսի եւ դրսի եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանող խոտածածկույթ արհեստական, որը կարելի է եւ դուրսը կիրառել եւ ներսը։ Լողավազանների շրջակայքում լողավազանների շրջակայքում անմիջապես լողավազանի ցանկալի չի, բայց կողքը հնարավոր է։ Ջրակայուն ամեն դեպքում։ Հա, իրենք ջրակայուն են, իր վրա առանցքեր, որտեղ հենց անձրևաջրերը կամ ջրերը հեշտ հեռանում են եւ ջրի կուտակման որևէ այդպես process չի առաջանում։ Դե ինչ շնորհակալություն Շահեն։ Մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը եւ կշարունակենք մեր հետաքրքիր զրույցները։ Առայժմ։ Ողջույն, ես դեռ Տոնիկն եմ Տոնիկյան եւ շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագիծը Տոնիկյան բիլդ խորագրով։ Այս շաբաթ մենք սկսում ենք աշխատանքները մեր սիրված բնակարանում, հիշեցնեմ, ունենք 80 քառակուսի բնակարան, 2 ննջասենյակ եւ մնացած բոլոր ատրիբուտները։ Ինչ է իրենց ենթադրում առաջին փուլը։ Ամենաառաջին գործը, որ մենք անում ենք ցանկացած բնակարանում, դա պատոհանների երեսպատումն է, որպեսզի ընթացքում խուսափենք
պատուհանները վնասելուց, ինչպես նաև հաղորդապատում մուտքի դուռը, որովհետեւ նույնպես չվնասվի, եւ սկսում են կոմունիկացիոն աշխատանքները։ Այս этаպում մենք արդեն ունենք տեխնիկական գծագրերը, գիտենք հոսանքի վարդակների ամեն ինչի տեղը հստակ է, քննարկված է հաճախորդի հետ, հարմարեցրած է ապագա վիզուալ դիզայնին եւ մեր մասնագետները արդեն շուտով կսկսեն ընդհանուր բնակարանում անցկացնել ջրի խողովակներ, հոսանքի լարեր, կոյուղու խողովակներ եւ ջեռուցման համակարգը։ Բայց գծագրեր ունենալը դա դեռ չի նշանակում, որ չի առաջանալու փոփոխության անհրաժեշտությունը։ Շատ հաճախ վերանորոգման ընթացքում, նույնիսկ վերանորոգման վերջում հաճախորդը բնականաբար ուզում է ինչ-որ բաներ մտափոխում է, ուզում է փոփոխել եւ այլն եւ այլն։ Ոնց ենք մենք այս հարցը հաղթահարում։ Տեսեք, իրականում մենք ներքին մեր խոհանոցում փոփոխությունները բոլոր դասակարգում ենք երկու հիմնական կատեգորիայի։ Անհրաժեշտ փոփոխություններ, որոնք միգուցե ինչ-որ բան է փոխվել եւ դրա կարիքը իրոքից կա, ու փոփոխություններ, որոնք կմահաճույք են զուտ։ Քանի որ տեսեք, մեր մոտ դիզայնը ի սկզբանե հարմարացրած է կոնկրետ հաճախորդի պահանջներին, անհրաժեշտ փոփոխությունները շատ քիչ են լինում։ Եթե լինում են, կլոկ անում ենք ու դա համարում ենք օգտասած մեր սխալը, ուղղում ենք, հարմարեցնում ենք ծիկուչի իրավիճակին, բայց եթե խոսքը գնում է կմահաճույքային փոփոխությունների մասին, սովորաբար առաջին քայլը փորձել դրանցից խուսափելն է, այսինքն հաճախորդի հետ բանակցել ու հասկանալ, որ բացատրել, որ իրոք դրա կարիքը չկա։ Եթե դա անցնում է, շատ ավելի լավ։ Եթե չի անցնում, մենք սովորաբար էլի շատ չենք խորանում ու չենք մանրանում, եթե ի վերջո հաճախորդը ցածկի ուզում է պայմանական այդ մի հատ ավել վարդակը կամ այդ ավելորդ ինչ-որ մի հատ գործողությունը, մենք սովորաբար դա անում ենք, որպեսզի ի վերջո ամեն ինչ պետքա լինի հաճախորդի սրտով։ Այդ խորագրով առաջնորդվելով, եթե կա անհրաժեշտություն, մենք դա անում ենք ու ընդհանրապես չենք անդրադառնում այդ թեմային։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք Կարենի մոտ շինհրապարակ, արդեն Կարենի շինհրապարակն է դարձել դա, որտեղ սկսվում է աշխատանքների առաջի փուլը, հիմնական փուլը, այսպես ասած, ինչով է կարևոր առաջի փուլը, քանի որ այս этаպում իրականացվում են բոլոր աշխատանքները, որոնք ի վերջո թաքնվելու են, այսինքն խոսքը հիմնական կոմունիկացիաների մասին է։ Իրենք վերջում չեն երևում, իրենք ամենակարևորն են երևի թե վերանորոգման ընթացքում ու հետեւաբար շատ պատասխանատու ու մանրակրկիտ է պետք մոտենալ այս հարցին։ Տունտեղ հերթանախագիծը այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։
Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան աչքի է ընկնում դիզայներական առանձնահատուկ լուծումներով, որոնք կհեշտացնեն նոր բնակիչների իրենց բնակարանի վերանորոգման և ձևավորման բոլոր փուլերում, ինչպես նաև լիարժեք պատկերացում կստեղծեն ապագա տան ինտերիերի մասին։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան և G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների և զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմուկոտ մայրուղիներից։ Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ և դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին և մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն և ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք և բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից և ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն և գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն և երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա և ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտեսկ և բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են և էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում և էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների և ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ և հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաև առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ և գրասենյակներ։ Համալիրը ունի նաև երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման հանձնաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհու պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Տունտեղ հերոսանախագծի այս հատվածում շարունակում ենք խոսել առաստաղներից։ Այսօր խոսելու ենք կրկին ամստրոնգներից, բայց այս անգամ մետաղական ամստրոնգներից։ Հին առաստաղ, նոր մոտեցում։ Շատերը ընտրում են արդեն տարածված ամստրոնգ առաստաղներ, բայց ինչու չընդգծել ձեր ինքնատիպությունը ալտերնատիվ լուծումներով։ Ինչու ընտրել մետաղական ամստրոնգներ։ Նախ երկարակեցության պատճառով, քանի որ դրանք ավելի ամուր են, կարող են երկարատև ծառայել եւ իդեալական են թե բնակելի, թե առևտրային տարածքների համար։ Ժամանակակից դիզայն ունեն, հարթ մետաղական մակերես, որը ցանկացած սենյակ կդարձնի էլեգանտ եւ նորաձև։ Նաեւ դրանք բազմաֆունկցիոնալություն ունեն, հասանելի է տարբեր նախշերով եւ գույներով, հարմարեցված ցանկացած ինտերիերի։ Հրաժեշտ տվեք սովորական առաստաղներին եւ ընդգծեք ձեր յուրահատկությունը առաստաղ-ԵՄ-ի պրեմիում մետաղական տարբերակով։ Եթե արդեն պատրաստ եք նորարարության, ապա անմիջապես կապ հաստատեք առաստաղ-ԵՄ-ի մասնագետների հետ եւ ստացեք անվճար խորհրդատվություն
տեսականուն ծանոթանալու համար։ Իսկ այժմ առաջարկում եմ խոսել PVK կամ PVC երկշերտ վահանակների մասին։ Ինչ առավելություններ ունեն այս վահանակները։ Դրանք նախատեսված են եւ պատերի եւ առաստաղների երեսպատման համար, պաշտպանում են տարածքը խոնավությունից եւ ցրտից, հեշտ լվացվում են ու չեն խազվում, ջրակայուն են եւ շատ ամուր, ինչի շնորհիվ դիմանում եւ ծառայում են շատ երկար, հեշտ եւ արագ են տեղադրվում տարբեր տեսակի պատերի վրա՝ բետոն, գաչ, քար եւ այլն։ Կարծում եմ այսքանից հետո ձեզ մնում է միայն այցելել Վարդանանց 69/5 հասցեում տեղակայված Արաստաղ-EM խանութ սրահ կամ զանգահարել 041 10 67 67 հեռախոսահամարով։ Իսկ եթե ուզում եք անմիջապես հասկանալ, թե որ առաստաղն է ձեզ համար պիտանի, ապա կարող եք այցելել պարզապես arastagh.am կայք։ We'll be right back.